23-ն է։ Գտնվում են Կոտայքի մարզի Զովունի Քանաքեռավան ավտոճանապարհի Զովունի վարչական տարածքում։ Այստեղից մի քանի անգամ ֆոտոռեպորտաժ տեսանյութեր են հրապարակել այստեղ տիրող գարշահոտ հակասանիտարական վիճակի մասին, երբ կեղտաջրերը տարիներ շարունակ ըստ բնակիչների 10-15 տարի շարունակ կեղտաջրերը թափվե, այն վերևից տենում եք բետոնեն պատը որ կա, որի արանքով անցնում է արդեն տեղադրված կոյուղատարերը, այդտեղով կեղտաջրերը դուրս էր գալու, այս ամբողջ տարածքում տիրում էր գարշահոտ հակասանիտարական վիճակ։ Մի քանի անգամ գրել ենք, բարձրաձայնել ենք եւ խնդրի մասին տեղեկացրել ենք տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյանին, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին, ներկայացրել ենք նաև Կոտայքի մարզպետ Արոն Սահակյանին եւ Վիոլա ջրին։ Եվ երկար քննարկումներից հետո վերջապես սայլը տեղից շարժվեց եւ հենց նշված պաշտոնյաների շնորհիվ հարցը կարելի ասել մասամբ կարգավորվեց։ Հիմա տեսնում եք կոյուղաջուրը այդտեղից արդեն չի թափվում, այլ խողովակներով հոսում է հատուկ ինչ-որ վայր, երևի դա էլ իրենք գիտեն, որտեղ որ սովետական տարիներին եղել է։ Հիմա եթե լավն են արել, թող հանրությունը տեղեկանա նաև լավ գործի մասին, ինչի համար մոռացա նաև նշել, ջրային պետական կոմիտեն մեծ գործ արեց, կոմիտեի ղեկավարը Արամ Մարզ, ազգան այդ լավ մարդու ազգանունը մոռանում եմ, բայց լավ մարդա, լավ աշխատող է։ Ուղղակի են որ ասում մի ծախքով գարուն չի գա, երևի այստեղ էլ է այդպես ասված։ Մի խոսքով ջրային պետական կոմիտեն, տարածքային կառավարման նախարարությունը, Կոտայքի մարզպետարանը, Վիոլա ջուրը հսկայական աշխատանքների արդյունքում վերջապես տեսնում եք խողովակները, սաղ առաջ չկար այս խողովակները, ժողովուրդ ջան, կեղտաջրերը թափվում ու այս ամբողջ տարածքում գարշահոտ վիճակ էր։ Հոտն անգամ 300-400 մետրից զգացվում էր։ Հիմա տեսնում եք խողովակները քաշացա, անցկացվածա մի մասը, ինձ տեղեկացրեցին դեռ աշխատանքներ կա, բայց որ աշխատանքների 80%-ը արդեն արվել է այդ կառույցների համագործակցության շնորհիվ, դա փաստ է։ Դրա համար հատուկ շնորհակալություն այդ կառույցներին։ Այստեղից առաջ կեղտաջուրը նենց վարար թափվում էր, ամբողջ տարածքը այստեղից տիրում էր գարշահոտ վիճակ, հիմա լավ է։ Վերջապես 4-5 կառույցի համագործակցության արդյունքում խնդիրը մոտ 80% լուծվել է, աշխատանքների ավարտը երևի ասեցին մի ամսից, 2 ամսից կհայտարարեն ավարտված, անցկացրել են հատուկ տեսնում եք այս ջրախողովակները, որպեսզի ջուրը, կոյուղաջուրը, կեղտաջուրը չթափվի այս տարածքում, այստեղ ահավոր վիճակ էր։ Հիմա կասեն Շամշանը գովում է, այո, գովալու գործ են արել, գովում եմ ու շնորհակալություն պիտի հայտնենք տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյանին, Կոտայքի մարզպետ Արոն Սահակյանին, ջրային պետական կոմիտեի ղեկավար ազգանունը մոռանում եմ, Վիոլա ջրին, Վիոլա ջուրն էլ այստեղ ահագին աշխատանք կատարեց, չմտածեն թե միայն քննադատում ենք, բայց այստեղ նույնիսկ իմ տեղեկություններով Վիոլա ջուրը կարող էր ոչ մի բան չաներ,
բայց պատրաստակամությունը հայտնել այստեղ ահագին աշխատանքներ կատարել։ Տեսեք, այսպես ջրախողովակները գնում է, արդեն այնտեղ են միացնելու, ասեցին այնտեղ են միացնելու, որ գնայդ հատուկ այնտեղ, որտեղ որ կեղտաջուրը լցվում է ու տեղափոխվում է անվտանգ վայր։ Իսկ այս տարածքում ինչքան ժամանակ էր տիրում էր գարշահոտ վիճակ։